Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում առողջություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մենք խոսելու ենք բժշկական սխալների մասին, որոնք իհարկե չափազանց վտանգավոր եւ անցանկալի երևույթներ են։ Այսուհանդերձ երբեմն դրանք լինում են անխուսափելի։ Սրանից անմասն չի մնացել նաեւ մեր այսօրվա երիտասարդ մասնակիցը, դերասանուհի Էվա Խաչատրյանը։ Մանրամասները կիմանաք, եթե շարունակեք դիտել մեզ։ Սակայն մինչև այդ ես ուզում եմ նաեւ եւս մեկ կարևորագույն հանգամանք ընդգծել։ Վերջին շրջանում մասնագիտական խավերում բավականին հաճախ է խոսվում այն մասին, որ բերանի խորոչում առկա հիվանդությունները դառնում են հետագայում ինչպես ընդհանուր բնույթի, այնպես էլ քաղցկեղային հիվանդությունների զարգացման պատճառ, այնպես որ այս հանգամանքը շրջանցել չեն կարող, ուստի նաև խոսելու ենք սրանց կանխարգելման մասին։ Ուշադրություն։ Հայրենական հայտնի հեռուստասերիալների դերակատար, Երևանի կամերային թատրոնի երիտասարդ դերասանուհի, միևնույն ժամանակ կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դերասանական արվեստ բաժնի մագիստրոս ուսանողուհի Էվա Խաչատրյանը մեծավ մասամբ վարում է առողջ կենսակերպ ու լրջորեն զբաղվում է իր առողջության պահպանմամբ, ընդ որում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունների առումով։ Վերջինի հարցում նրան օգնում են սիրած աշխատանքը, երգը, պարը, լողը, շրջագայությունները եւ այն ամենը, ինչը բխում է նրա տաղանդից, ունակություններից եւ տարիքի համար անսովոր խորություն ունեցող ներաշխարից։ Կարծում եմ, որ առողջությունը մարդու համար ամենակարևոր բանն է։ Էվա Խաչատրյան, 23 տարեկան, 1 տարի առաջ այցելել է ստոմատոլոգի, բայց մինչև օրս ունի անհանգստացնող զգացողություններ, որոնք դժվարանում է բնութագրել։ Առողջության պահպանման համար իմ կարծիքով կարևոր է թե սնունդը, թե տեսակը ինչպես ես դու ապրում, զուտ օրինակ կապված հենց մարզվելու հետ։ Մտահոգված իր առողջության համար, չնայած հաշվի առնելով իր բնակավարը, որ դերասան է, անդադ ինչ-որ փորձեր, նկարահանումներ, բան, որ շատ քիչ ժամանակ է մնում տրամադրի իր առողջությանը հետևելուն, համենայն դեպս այդքանից ելնելով լինում է ժամանակ, որ զանգում է գանգատ է ունենում կամ բան, օրինակ գլխացավեր կամ բան, փորձում ենք այդ հարցին ինչ-որ լուծում տանք, կամ բժշկի գնալ, կամ ինչ-որ փորձված մեթոդներով այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերում է վատսովորություններին, ունի ճիշտն ասած, վերցնենք սուրճ օգտագործելը կամ ուժ ժամերի հաց ուտել։ Այս պահին շատ եմ թերանում, որովհետև աշխատանքը ստիպում է, որ ես չհետևեմ այն ամեն քայլերին, որոնցով ապրել եմ, այսինքն մարզվել, դուրս գալ վազելու առավոտները, սնվել ճիշտ ժամանակին եւ ճիշտ սնունդ, որովհետեւ աշխատանքը ինձ ստիպում է այսօր սնվել տարբեր ժամերի, ուտել տարբեր բաներ, ինչը որ կպատահի նկարահանման ժամանակ, եւ իհարկե առավոտը խորը քնել, որովհետեւ դու շատ հոգնում ես եւ հաստատ չես ուզում դուրս գալ վազելու, ինչը կարծում եմ ամառվա ընթացքում կարողանամ շտկել, որովհետեւ գնալու եմ հանգստանալու։ Փորձենք տեսնենք, երևի կշտկի այդ թերություններ կվերացնի ու ամեն ինչ լավ կլինի։ Շատ եմ ուզում, որ մենք բոլորս հայերս հնարավորություն ունենանք հենց այդ ձևով ապրելու, որովհետեւ բնությունը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար, թեկուզ հենց ծովը, հենց այդ հոտը բնության, որը որ այսօր մեր քաղաքում ես չեմ տեսնում, ծառեր համարյա չկան։ Հետևում է իր ատամների մաքրության, որտեղ գիշերները մեկ-մեկ որ խոսում ենք հեռախոսով, մեկ ես զգում եմ ինչ-որ սենց չոտքի ձեն է գալիս, ասում եմ ինչ ես անում, ասում եմ ատամներս եմ մաքրում։ Ատամնաշարից հետ կարծում եմ, որ ունեմ չնչին խնդիրներ, որոնք կուզեմ շտկվեն, դա զգայունությունն է ատամների եւ իհարկե կուզենայի որպես դերասանուհի ունենալ ավելի գեղեցիկ ատամնաշար, որը չի ունենա ոչ մի խնդիր, որը կարող է նաեւ չարտահայտվել արտաքնապես, բայց լինել եւ կուզեմ, որ հասկանամ ինչ է կատարվում ներսում եւ շտկեմ դրանք, որովհետեւ ատամները շատ կարեւոր են ոչ միայն բերանի խորոչի համար, այլ նաեւ ամբողջ օրգանիզմի։ Այո, մեր մասնակիցը գիտակցում է այն հանգամանքը, որ բերանի խորոչում 2 շաբաթից ավել տևող բորբոքային հիվանդությունները եւ մի շարք այլ ախտաբանական երևույթները, եթե չբուժվեն, կարող են դառնալ մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպիսիք են բորբոքային պրոցեսները գանգուղեղում, սրտում, սրտի փականներում, փակեղներում, ինչպես նաեւ հոդերում, երիկամներում եւ մի շարք այլ օրգան համակարգերում։ Նվազագույն է, ավշային հանգույցները, որոնք գտնվում են պարանոցի շուրջ, կարող են մեծանալ, ցավել, շոշափվել եւ դրանով իսկ անհանգստություն պատճառել մարդուն, առաջացնելով պարզապես
խուճապ բավականին լուրջ հիվանդությունների զարգացման եւ արկայության առումով։ Այնինչ այդ մտածողությամբ մարդիկ սովորաբար ձգձգում են այցը բժշկի մոտ հնարավորինս շատ, քանզի փորձում են խուսափել դաժան իրականությունից, մինչդեռ ցանկացած բացի թողի արված հիվանդություն դառնում է այլ հիվանդությունների զարգացման պատճառ։ Այնպես որ այս ամենը գիտակցելով մեր այսօրվա մասնակիցը Էվա Խաչատրյանը փորձում է դիմել մասնագիտական օգնությանը, որը արդեն կլինի թերևս վերջնական։ Էվա, շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք եւ արդեն կարող ենք խոսել քեզ մոտ անհանգստություն առաջացնող բերանի խորոչի խնդիրների մասին առավել մանրամասն։ Այսպիսով որոնք են քեզ անհանգստացնող խնդիրները։ Ինչ որ սառի տակի հետ կապված է, ըմպելիքների կամ պաղպաղակի ցավերն են կամ ծակոց զգայունություն, եւ իհարկե ինֆորմացիա, որը շատ կուզեմ իմանամ եւ կուզեմ գնալ այդ քայլին, եթե հասկանամ, որ չի վնասում էմալը ատամների սպիտակեցում։ Կյանքի ընթացքում իհարկե սննդի, որ սուրճի, որը ես շատ եմ օգտագործում, հետևանքով հասնում եմ մի բանի, որ ունեցած սպիտակ ատամները դառնում են ավելի խամր, ընդհանրապես դա շտկելու համար եւ կարծում եմ, որ պետք է ժամանակ առ ժամանակ գնալ, եթե իհարկե դա անվնաս է, որտեղ էմալը շատ կարեւոր է պահպանել։ Թերևս սա անցանկալի է պարզապես, եթե ուղղակի ցանկությունից ելնելով է կատարվում, այլ կերպ ասած անհրաժեշտ է բժշկի խորհրդատվությունը եւ վստահությունը, որ այլ խնդիր չի առաջանա դրանից։ Եվ իհարկե պիտի ասեմ այն հանգամանքը, որ կան բազմաթիվ այլ մեթոդներ, որոնք առավել պահպանողական են եւ մինիմալ վնասող բերանի խորոչին եւ ատամնաշարին հատկապես։ Իսկ քանի որ քո բերանի խորոչը եւ ատամնաշարը շատ գեղեցիկ է եւ ճերմակ նույնիսկ այս պայդրությամբ կարծում դրա անհրաժեշտությունը դու չունես։ Շնորհակալ եմ շատ։ Հետևում եմ մաքրության ատամների, բայց կարծում եմ, որ սնունդից, որ այսօր մենք ուտում ենք, կարող են առաջանալ քարեր, ինչ որ փոքրիկ կարիեսներ, որոնք չեն նկատվում միգուցե, բայց կան։ Դրա համար կուզեի ստուգվել, հասկանալ ինչ խնդիրներ ունեմ, վերջի վերջո նաև պլոմբ ունեմ։ Պարզենք ինչ վիճակում է։ Անկեղծ ասած, կարիես ոչ միայն սննդից կարող է առաջանալ, այլ նաև ոչ ճիշտ խնամքից եւ մի շարք այլ խնդիրներից, որոնք կարող են լինել թերևս յուրաքանչյուրի մոտ։ Այսուհանդերձ ես կառաջարկեի մի դրվագի վրա էլ ուշադրություն դարձնենք։ Սննդամթերքը, հատկապես միրգը պետք է օգտագործել հում տեսքով, թարմ այսպես ասեմ վիճակում եւ կծելու, ուտելու տարբերակով։ Կան մրգեր, որոնք իրենք իրենցով դառնում են բնական մաքրման միջոցներ բերանի խորոչի համար, ինչպես նաև ատամների առողջության եւ սրության համար թերևս։ Ասեմ, որ վերջին անգամ համարյա մի տարի առաջ եմ եղել բժշկի մոտ, պարզվեց, որ պլոմբը, որը կար, տեղից դուրս է եկել ու ատամ վնասում է լեզվիս, մի խոսքով հարմար չէ։ Եվ որոշվեց, որ տեղում արվի այդ գործողությունը, շատ երկար տևեց, շատ երկար ու տեսնենք ինձ թվում է ինչ որ մի բան այն չէ։ Բոլոր դեպքերում այս պայծրությամբ այն չէ։ Դե բժշկական սխալներից թերևս ոչ ոք ապահովագրված չէ։ Տեսնենք իմ դեպքում ինչ է եղել։ Ուրեմն գնում ենք բացահայտելու այս պայծրությամբ առկա խնդիրները։ Եթե օգտվում եք առանձին մասնագետների կամ կաբինետների ծառայություններից, նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձրեք նրանց աշխատանքի լիցենզիաների եւ ձեր ցանկությունների ու սպասելիքների համապատասխանությանը միմյանց։ Քանզի եթե դուք ուզում եք լուծել միայն ատամի խնդիր, ապա կարող եք իհարկե դիմել ատամնաբույժների օգնությանը։ Հակառակ դեպքերում, եթե կա բերանի խորոչի զանազան հյուսվածքներում որևէ խնդիր, նաեւ այդ թվում եւ ատամների առումով, դուք կարող եք դիմել նաեւ ստոմատոլոգներին։ Ըստ մեր հարցումների պատասխանողների միայն 10%-ն է գիտակցում այս տարբերությունը եւ գերադասում ստոմատոլոգներին։ Մյուսները պատահականության սկզբունքով կամ պարզապես ծանոթությունից ելնելով են որոշում, թե որ մասնագետին դիմեն։ Մինչդեռ սա հղի է իհարկե որոշակի բարդություններով։ Իդեպ մշտական գովազդը այս բնագավառում իհարկե իր ազդեցությունը ունենում է, սակայն միայն առաջնակի դիմողների առումով։ Եթե կատարվել է անորակ աշխատանք, ապա մարդը որպես կանոն տվյալ մասնագետի մոտ կամ այդ ծառայություն այլևս չի դիմում։ Այնպես որ հարգելիներս ուշադիր եղեք նաև այս առումով։ Կարծում եմ պարզ է, թե ինչու մենք նախընտրեցինք Էվային հետազոտել հենց ստոմատոլոգի մոտ եւ իհարկե այն կենտրոնում, որը առանձնանում է ժամանակակից տեխնոլոգիաների եւ տեխնիկական հնարավորությունների կիրառմամբ։ Նախ եւ առաջ գանգատների մասին հարց ու պատասխան եղավ, բայց մեր հերոսուհին երկար չխոսեց, ինչպես լինում է սովորաբար, բժշկի մոտ մարդը մոռանում է իր գանգատների մեծ մասը։ Հետևաբար բժիշկը անցավ մանրակրկիտ զննությանը, ընդ որում ոչ միայն ատամների։
ապա վճռվեց կատարել ռենտգենաբանական հետազոտություն, քանզի կար բժշկին կասկածելի թվացող բուժած լիցքավորած ատամ։ Այն ստորին ծնոտի աջ կողմի 6-րդ ատամն էր, բժշկական միջազգային նոմենկլատուրայով կոչվող 46-րդ ատամ։ Եվ փաստորեն բժշկի կասկածները ամենևին էլ անհիմն չէին։ Լսենք Էվայի մոտ առկա խնդիրների մասին մասնագետի մեկնաբանությունը։ Էվայի ստորին 6-րդ ատամը լիև խնդիրներով կարելի է այսպես ասել։ Նվարդ Վանյան, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ստոմատոլոգիական բաժնի վարիչ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ եւ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ ստոմատոլոգ։ Բացի նրանից, որ բերանի խոռոչում հնարավոր էր տեսնել նախկին կատարված լեցավորումը լուսային պլոմբանյութով, քիչ ավելի էսթետիկ, այդքան էլ բավարար վիճակում չէր, ուներ կախված եզրեր, որոնք ունեն իրենց հետագա բարդությունները։ Եթե տեսնում եք, այստեղ կախված եզր ունենք եւ արդեն սկսվող երկրորդային կարիես, այս հատվածում բորբոքվում է առաջին հերթին լնդապտկիկը, դրանից հետո երբ որ առաջանում է տեղ, մեզ մոտ կոչվում է դա պաթոլոգիական գրպանիկ, այստեղ հավաքվում են միկրոբները եւ սկսում են իրենց գործողությունը։ Միայն միկրոբները թե սնունդը եւս կարող է հավաքվել եւ օգտագործելով միկրոբներ օգտագործելով այդ սնունդը կատարում իրենց քայքայիչ աշխատանքը եւ բերում է նրան, որ այս ոսկրը այս ճանապարհ սկսվում է իջնել։ Եվ բնականաբար տուժում է այդ պատճառով ատամը, սկսում է շարժը եւ այլ եւ հեռացվում։ Այսինքն մենք գործ ունենք բժշկական սխալի հետ այս դեպքում։ Այո։ Հիգիենայի պարագաների մեջ գոյություն ունեն ատամնաթելեր, որոնք այս դեպքերում միգուցե ինչ-որ ժամանակի համար փրկիչ են, որովհետև հնարավոր չէ թելով գրպանիկը մաքրել ազատել, այս դեպքում անհրաժեշտ կլինի անպայման մասնագետի միջամտությունը։ Բայց թելերով մինչև հասնել մասնագետին կարելի է գոնե ազատել այս մասը սննդից, որպեսզի էլ ավելի չբարդացնել, ինչ-որ չափով գոնե դատարկ։ Եվ ոչ մի դեպքում ձողով։ Ոչ մի դեպքում, ինչը շատ ընդունված է մեր ազգաբնակչության մեջ, օգտագործել այդ չափ։ Եվ նման դեպքերում, երբ մարդիկ թել են օգտագործում, կարող է արդյոք պտկիկի վնասում լինել, որի արդյունքում բորբոքումը ավելի խորը հյուսվածքներ ներթափանցի։ Սխալ օգտագործման դեպքում ինչպես ճիշտ օգտագործել։ Ատամնաթելը պետք է բացել գոնե մի 15-20 սանտիմետր, փաթաթել երկու մատի վրա եւ զգուշությամբ ատամին հպելով անցկացնել դեպի այդ խոռոչը։ Եվ ոչ միայն կենտրոնով, այսպես երբ որ պտկիկը, այսպես ասած, սեղմվում է։ Անպայման ատամի պատը պետք է զգալ։ Այսինքն փաստացի, եթե արյան արտադրություն տեսնում եք այնուհետև, ուրեմն սխալ մաքրում է տեղի ունեցել։ Դա խոսում է լնդերի հիվանդության մասին։ Այսինքն պետք է անպայման այցելել բժշկի։ Էլիքսիրներով ողողումը նման դեպքերում որքանով դրական կարող է անդրադառնալ, ասենք, հենց նույն արյան արտադրության պարագայում։ Էլիքսիրները չեն կարող այս պարագայում լիարժեք մաքրել այդ հատվածները, բայց թելի օգտագործումից հետո կարելի է էլիքսիրով կատարել ողողում, էլ ավելի թարմացնել բերանի խոռոչի։ Որպես առաջնային շտապ օգնություն մինչև որ հասնեն բժշկի։ Եթե խոզանակ չկա ձեռքի տակ կամ ատամնաթել, այո, էլիքսիրով կարելի է այդ բան օգտագործել։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անգամ սնունդ եւ աղամներ ուտելուց հետո, քաղցր գազավորված ըմպելիքներ, սուրճ եւ թեյ ընդունելուց հետո անհրաժեշտ է բերանը ողողել 1 մեծ բաժակ կոլջերով կամ խմել 1 մեծ բաժակ պաղջուր, այնուհետև ծամել մի քանի րոպե առանց շաքարի մաստակ եւ իհարկե օգտագործել երբեմն բերանի մանրէաբանական վիճակը հավասարակշռության մեջ պահող հատուկ կոնֆետներ, որոնք վաճառվում են իհարկե դեղատներում։ Ատամնաթելի ողողման նյութերի առկայության եւ խոզանակման հնարավորության դեպքում իզոլացեք անել նաեւ դա։ Այսուհանդերձ հիշեք, որ յուրաքանչյուր անգամ քաղցր, կպչուն եւ հատկապես արհեստական գունանյութերով ըմպելիքները, ինչպես նաեւ հատկապես շոկոլադը, քաղցրավենիքը եւ բանանը հատուկ եւ առանձնահատուկ վնաս են հասցնում ատամների եւ բերանի խոռոչի առողջությանը։ Մի մոռացեք նաեւ ծխախոտի վնասների մասին։ Այնպես որ այս ամենը հաշվի առնելով մեր մասնակիցը փորձում է պարզել նաեւ իր մնացյալ այլ խնդիրները, որոնք դեռևս կային նույն ատամում։ Նշենք, որ միանգամից աչքի ենք գնում արմատախողովակում եղած այսպես կոչված անկերային գամիկները, որոնք ներմուծվում են արմատախողովակ պտտելով։ Իսկ զգալ այն պահը, որ հասել է եւ գամիկը արդեն տեղում է, շատ դժվար է, շատ ժամանակ կարելի է շատ ձգել եւ բերել ատամի այս արմատի պատի
ճաքմանը եւ հետագայում նույնիսկ կոտրման։ Այսօր ժամանակակից ստոմատոլոգիայում այդքան էլ ճիշտ չէ օգտագործել նման գամերը, ավելի շատ օգտագործում են եւ APK թելային եւ ձուլած, կերամիկական եւ այլն, կան ավելի լավ տարբերակներ, որոնք չեն բերում ատամի այդպիսի վնասման։ Իսկ արդյոք ռենտգեն հսկողությամբ է պետք անել, որպեսզի տեսնենք, թե հասել է արդյոք նպատակակետին, թե ոչ։ Պարտադիր։ Կրկնակի սխալ ունենք փաստացի։ Հաջորդ սխալը, որը նույնպես երևում է, ատամի արմատի խողովակները լիարժեք չեն լեցավորված նյութով։ Այստեղ ընդհանրապես բացակայում է որուցելից քանյութ։ Մենք ունենք այստեղ 3 խողովակ, որից միայն մեկն է կիսով չափ լցված։ Մնացածը բացակայում են, ինչը բերել է ատամի քրոնիկ հիվանդության, այստեղ մենք պիրոդոնտիտի ատամի արմատային հյուսվածքի բորբոքման, այստեղ քիչ ավելի մեծ խոռոչը երևում է բորբոքային։ Դա կարող է երևային չանհանգստացնել, որտեղ ինքը քրոնիկ վիճակում է այս պահին, բայց չի բացառվում սրացում, որը կարտահայտվի զուտ բերանի խոռոչում խնդիրներով, թե կարող է արդեն օրգանիզմի ընդհանուր խնդիրներ լինել, փաստացի բորբոքային process կա հյուսվածքում։ Ընդհանրապես բերանի խոռոչի ցանկացած հիվանդություն կապված է մեր օրգանիզմի հետ։ Ցանկացած նույնիսկ այսպիսի խնդիրները կարող են ինչու՞ չէ նաև արյունատար անոթների օգնությամբ տարածվել ամբողջ օրգանիզմում եւ նույնպես ինչ որ մի ուրիշ օրգանում բորբոքային խնդիրներով արտահայտվում։ Այո։ Եվ իսկապես մի մոռացեք, որ ատամը նույնը մեր օրգանիզմի հյուսվածքն է, այսինքն դրա արտաքին եւ ներսային մակերեսները մեզ պետք է մտահոգեն նույնքան։ Պարզապես ծիծաղելի է այն մարդկանց վերաբերմունքը, ովքեր մտահոգված են զուտ ատամների արտաքին մակերեսի գեղեցկությամբ եւ ջերմակությամբ։ Մինչդեռ դրա կողմնային մակերեսը կամ ասենք ներսային մակերեսը լինում է բազմաթիվ խնդիրներով եւ առաջացնում է նաեւ այլ խնդիրներ օրգանիզմում։ Ես կուզենայի հարցնել, թե ինչ ձևով կարելի է շտկել այս ատամը, ինչ աշխատանք պիտի արվի ու արդյոք կվերականգնվի այդ խնդիրները, թե ոչ։ Այս պարագայում իհարկե առաջին հերթին պետք է ազատվել մեր հին պլոմբանյութից, պլոմբայից, այսպես լիցքից, նաև ազատվել այս գամից, փորձել անցնել արմատի խողովակները, բուժել այս process-ը, ինչը կարող է երկարատև լինել, ընթացքում դինամիկային հետևել, ինչպես է փոքրանում այս առաջացած process-ը եւ նոր դրանից հետո խոսել նորից լեցավորման մասին, մինչև գագաթները։ Այսօրվա նյութերը, որոնցով լեցավորվում են խողովակները, պիտի համապատասխանեն որոշակի պահանջներին։ Շատ կարևոր է, որ լեցանյութը նախ լինի ռենտգեն կոնտրաստ, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել, եթե այսքան մաս է ռենտգեն կոնտրաստ է, բնականաբար այստեղ է պիտի լինել, այսինքն այստեղ լեցավորված չի։ Կա նաև մեկ ուրիշ պահ, որ միգուցե օգտագործվել այնպիսի նյութ, որը ներծծվում է ժամանակի ընթացքում, ինչը նույնպես ցանկալի չէ։ Այդ լեցավորման նյութը նույնպես պիտի այդ պահանջին համապատասխան լինի, նա պիտի չներծծվի, որովհետև եթե նա ներծծվում, այսինքն այստեղ ազատ տարածություն է առաջանում, բնականաբար այստեղ նույնպես կարող են հավաքվել այդ մանրեները եւ վերականգնել պսակային հատվածը, այստեղ մի քիչ մեծ է քայքայված, մենք կարող ենք վերականգնել եւ պսակներով, կերամիկական, մետաղ կերամիկական, ցիրկոնի օքսիդներով, մենք այդպիսի line spectr օգնությամբ։ Արդյոք ճիշտ է մտավախությունը, որ պլաստմասե պսակները կարող են հավաքել սնկային process-ներ բերանի խոռոչում։ Պլաստմասան ինքը իրենից ներկայացնում է ծակոտկեն նյութ, որը ունի հնարավորություն կլանելու եւ պիգմենտներ, եւ հեղուկ, այն ինչ որ շրջակա միջավայրում կա։ Դրանից պլաստմասան ինքը ուռչում է եւ սկսում է ել ավելի ճնշել լնդին, բացի դրանից հավաքում է, կուտակում է նույնպես, եթե ծակոտկեն է միկրոբներ է հավաքել, նույնպես բերում է բորբոքային process-ին լնդի շուրջ, բացի դրանից կարող են լինել ալերգիկ երևույթներ, ինչը նույնպես բերում է հետագա բորբոքման, լնդային հյուսվածքի եւ այսինքն բոլոր դեպքերում գերադասել են կերամիկական պսակներ։ Ցանկալի է իհարկե կերամիկական պսակներ անել։ Իսկ փուլատներից արդեն անցել ենք։ Այո, այդ մամլված պսակները այսօր արդեն դարձել են ուղղակի պատմություն։ Ինչ վերաբերում է մեր մասնակցին հետաքրքրող այն հարցին, թե արդյոք այս զարգացած process-ը կարող է դառնալ վիրահատական միջամտության պատճառ, բժիշկը պատասխանեց հուսադրող։
Այսինքն ներկայացրեց այն հանգամանքը, որ հիվանդությունը քրոնիկ բնույթ է եւ մինչեւ օրս Էվային առանձնակի անհանգստություն չի պատճառել։ Հետևաբար կարծում եմ, որ այն միանգամայն բուժելի կլինի թերապևտիկ եղանակով, պարզապես հնարավոր է, որ պահանջվի ավելի երկար ժամանակահատված։ Ինչևէ, վերադառնանք այս ատամի արդեն էսթետիկ տեսքի վերականգնմանը։ Բանն այն է, որ պսակների տեղադրումը մտահոգություն առաջացրեց Էվայի մոտ։ Փորձենք պատասխանել նրան հուզող հետաքրքրող հարցերին։ Իսկ եթե ատամի վրա դրվի կերամիկական պսակ, դրա պատճառով կարող են վնասվել կողքի ատամները կամ տաշվել։ Ուրեմն մենք այստեղ գործ ունենք մի ատամի մասին, որի արմատները լիարժեք կարող են ծառայել որպես հիմք ապագա պսակի համար, այսինքն կողքի առողջ ատամները կարիք չկա բացարձակ ձեռք տալու եւ հղկելու։ Հղկում են այն դեպքերում, երբ որ կամրջաձև կոնստրուկցիաներ են պատրաստվում, բայց այս պարագայում նույնիսկ ասված չան, եթե հարկ լինի հեռացման, կարելի է անել իմպլանտացիա, ավելի ճիշտ որոշում։ Եվ այլ խնդիրների մասին արդեն առավել մանրամասն։ Դե բերանի խոռոչ ուսումնասիրեցինք եւ անկարիք ունի մաքրման, սանացիայի, ասեմ, որ քարեր չհայտնաբերվեցին, ընդհանրապես ատամնան նստվածք էր։ Սա խոսում է Էվայի ճշգրիտ մոտեցման մասին բերանի խոռոչի հիգիենայի դեպքում։ Իհարկե պետք է ճշտել նաեւ վերջին անգամ երբ եղել Էվան ստոմատոլոգի մոտ։ Երևի մոտավորապես մի տարի առաջ հենց այս պլոմբայի հետ կապված շատ երկար տևեց process-ը ու այդ բոլտի ձգումը եւ այլն, դե իհարկե այդ ամեն ինչը ինձ թվում է, որ հիվանդը չի հասկանում, ինքը ընդհանրապես գնում է չոր բուժում ստանալու, պարզվում է, որ կարան սենց վատ վարվել։ Ընդհանրապես ցանկալի է, որպեսզի պացիենտը այցելի ստոմատոլոգի տարին 2 անգամ, այսինքն 6 ամիսը 1 կատարվի այդ զննումը, եթե կարիք կա պրոֆեսիոնալ մաքրումը, որովհետև ինչքան էլ որ պացիենտը ճիշտ խնամի բերանի խոռոչը, ամեն դեպքում ատամնան նստվածքը կարելի է անխուսափելի է, որը ժամանական պետք է զբաղվել այդ պրոֆեսիոնալ մաքրմամբ։ Ինձ մի բան անհանգստացնում, ինձ մնում հարցնեմ։ Կա արդյոք տենց այսօրվա բժշկության մեջ տարբերակ, որը կարող է չվնասել եւ ունենալ ավելի սպիտակ ատամներ, բայց ոչ վնասված էմալ։ Բազա։ Գիտեք, այսօր այո, արդեն ժամանակակից ստոմատոլոգիան գոյություն ունեն գրեթե անվնաս սպիտակեցման նյութեր եւ հնարավոր է ատամի գույնը փոխել նույնիսկ մի քանի երանգով։ Ձեր ատամները բավականին բաց գույնի են, չնայած 1-2 տոն հաշվի առնելով ձեր աշխատանքը կարելի է փոքր սպիտակեցնել։ Սպիտակեցումը գնում է ազատ թթվածնի շնորհիվ, գերօքսիդի շնորհիվ, ինչը կա մածուկների մեջ, ուղղակի ճիշտ հարաբերության մեջ։ Պացիենտները չեն պատկերացնում, որ սպիտակեցումը չի անդրադառնում ոչ պլոմբանյութի վրա, ոչ արհեստական ատամպսակներին։ Հիշեցնեմ ատամների եւ բերանի խոռոչի խնամքի հիմնական կանոնները։ Ավլող կամ շրջանաձև շարժումներով խոզանակը պահելով ատամների նկատմամբ 45 աստիճան անկյան տակ, վերևի ատամնաշարի դեպքում վերևից դեպի ներքև եւ հակառակը շարժումներով աշխատեք յուրաքանչյուր ատամի վրա 3-ից 5 րոպե տևողությամբ կատարելով 10-ական զույգ շարժում։ Պետք է մաքրել սկզբից ատամների դրսային մակերեսը, հետո ներսի կողմից եւ վերջապես ծամող մակերեսը։ Յուրաքանչյուր խոզանակումը անհրաժեշտ է ավարտել դրա հետին մակերեսով մաքրելով լեզուն արմատից դեպի ծայրը։ Այս ամենը նվազագույնը ամեն օր քնելուց առաջ եւ նախաճաշից հետո։ Միջատամնային տարածությունները մաքրել ատամնաթելով։ Եթե օրվա ընթացքում չեք անում, ապա գոնե քնելուց առաջ պարտադիր կարգով, որը ցանկալի է ավարտել բերանի խոռոչի ողողմամբ հատուկ նյութով։ Առհասարակ խոզանակը հարկավոր է փոխել գոնե եռամսյակը 1 անգամ ու պահել լվանալուց հետո 4 պայմաններում։ Ցանկալի է արևի ճառագայթների տակ։ Ներսեք լնդերը բուսական յուղով թրջած մատի բարձիկով։ Դա եւս անհրաժեշտ է անել պտուտակաձև շարժումներով, եւ այս ամենը հնարավորություն կտա ձեզ խուսափել ինչպես ատամների, բերանի խոռոչի, այնպես էլ ընդհանուր բնույթի հիվանդություններից մոտ 50%-ում։ Ընդհանրապես չմոռանանք, որ նույնիսկ տնային պայմաններում կիրառվող միջոցները պետք է նշանակի բժիշկը ելնելով անհատական նշանակումների սկզբունքից։ Ինչպես ատամները սպիտակ պահպանել, այլ ավելի չգունավորվելու համար, ճիշտ կլինի չչարաշահել սուրճը, մուկ թեյը, բացի դրանից գունավորող սննդամթերք, ինչպիսին են բազուկը, գազարը, որոնք ավելի պիգմենտավորում են։ Այդ թվում նաև ըմպելիքները, հա, գունավոր ըմպելիքները։ Ամենաշատը սուրճ։
եւ հատկապես ինչից կարելի է օգտվել։ Քնելուց առաջ գոնե մի փոքր կտոր պանիր ուտել, դա նույնպես եւ ստամոքսային տրակտի համար է շատ կարեւոր եւ իհարկե ընդհանուր օրգանիզմի։ Կալցի պարունակող կաթնամթերքն է, պետք է քիչ օգտագործել քաղցրը, պետք է օգտագործել դառը շոկոլադ, խնձոր օգտագործել կարելի է նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքի տակ խոզանակ չկա եւ օգտագործել եք ինչ-որ մի քաղցրավենիք, խնձորը մեխանիկական մաքրման շնորհիվ նույնպես ապահովում է այդ օրվա ընթացքում մաքրումը։ Ներքևի հատվածի ատամների մոտ ավելի վերևի մասում թափանցիկ են ու նուրբ, ու ես որ հայլիով ուսումնասիրել եմ, նկատել եմ, որ ես վնասել, այսինքն մանր թրծված հատվածներ կան, որոնք ինչ-որ ցեպ սեղմելուց, ինչ-որ երկաթբաց։ Երկաթային ինչ-որ բաներ, բացել փակելու սովորությունն է ատամներով։ Այդ ժամանակ առաջացել, արդյոք դա հնարավոր է շտկել, թե դեղերով, թե ինչ-որ միջամտության։ Այդ դեպքերում, երբ տեղի ունենում էմալի վնասում մեխանիկական ձևով, մենք օգտագործում ենք եւ գերձգարանությունն իջեցնող մածուկներ, հատուկ պրեպարատներ, նույնպես կատարվում է մի քանի փուլերով, բացի դրանից, եթե վնասվել է էմալը, բարձրակարգ լուսային բանյութերով կատարվում է ատամի գեղագիտական ռեստավրացիա։ Այսքանի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ մեր մասնակիցը Էվան ունի մեզանում բավականին հազվադեպ հանդիպող ատամնաշարի ճիշտ եւ գեղեցիկ կծվածք, որի շեղումները մանկական հասակից կարող են առաջացնել բազմաթիվ ընդհանուր բնույթի խնդիրներ, ֆունկցիոնալ խանգարումներ եւ ատամների անցանկալի փոփոխություններ։ Ինչևէ, պետք է նշեմ, որ Էվան չի կարողացել այնուհանդերձ խուսափել ընդհանուր բնույթի այլ խնդիրներից, ինչպիսիք են կարիեսը եւ բազմաթիվ այլ հիվանդագին զգացողությունները, որոնք թերևս ծանոթ են մեզանից յուրաքանչյուրին։ Այսպիսով, որոնք են այն զգացողությունները, որոնք պետք է դրթեն մարդուն դիմել բժշկի։ Լսենք հատված հարցազրույցից։ Կարծես թե երկու խորոջ նկատեցի, շատ փոքր, նոր սկսվող կարիեսը, կարելի է զմռսել նրանք, որպեսզի ավելի չխորանա այդ վիճակը։ Սառը ինչ որ ասենք պաղպաղակ ուտելուց տհաճ զգացողությունը ինչ որ sense ծակոցի նման սառում է ատամներս ու սկսում եմ ձախ կամ աջ հատվածներով ուտել կամ տաքից շոկոլադ ուտելուց ինչ որ կարող է սուր ցավ լինի, մինչև որ ջրով ողողում չեմ անում։ Եթե դուք ունեք այդպիսի գանգատներ, ուրեմն այդտեղ կոնտակտային մակերեսում երկու ատամների, ենթադրենք այստեղ այս երկու ատամների արանքում սկսվող կարիես խոռոչ, որը տեսանելի չէ սովորական զննման ժամանակ։ Բայց գանգատներից ելնելով պարտադիր է անել ռենտգեն հետազոտություն եւ դեպքում ավելի ճիշտ կհայտնաբերվի նա։ Էվայի պարագայում ինչպես ընտրել խոզանակը, որն է նրա դեպքում ճիշտ խոզանակը եւ մածուկը։ Առավոտյան ճաշելուց, նախաճաշելուց հետո պետք է օգտագործել կալցիում եւ տոր պարունակող մածուկներ։ Ընտրեք միջին կոշտության խոզանակ, իսկ երեկոյան կարելի է օգտագործել ավելի ֆոտոբույսային էլեմենտներով հագեցած մածուկ։ Մածուկի եւ խոզանակի ընտրությունը ամեն դեպքում ճիշտ կլինի ամեն պացիենտի համար նշանակի իրենց ստոմատոլոգը։ Բնականաբար միայն տեղեկությունների ձեռքբերմամբ չավարտվեց մեր հանդիպումը Էվայի հետ։ Առաջին հանդիպման համար մասնագետները նախատեսել էին Airflow պրոցեդուրան, որը մասնագիտացված խնամքի ու մաքրման անվտանգ, անձավ ու մեծ արդյունավետություն ունեցող գործողություն է։ Ինչպես եւ ատամնակարերի ցանկացած այլ տեսակի մաքրման եւ էմալի փայլեցման դեպքում, այս պրոցեդուրան եւս անորակ կատարելու հետևանքով կարող է ստեղծվել պարարթող, այնուհետեւ ատամնափարի ու քարերի ել ավելի արագ կուտակման եւ ձևավորման համար, քանի որ անհարթ մակերեսներից ատամնափարը ավելի հեշտ է կարճում։ Այսպես ուրեմն, ընդհանուր նախապատրաստական աշխատանքներից հետո կատարվում է օդի բարձր ճնշման տակ ատամների մեխանիկական մաքրում մանր օբրազիվ փոշու հատիկների միջոցով։ Այդպիսով ատամնանստվածքը հեռացվում է անցավ ատամների հյուսվածքի համար անվնաս ու արդյունավետ։ Բնականաբար ավարտին անհրաժեշտ է արդեն լիարժեք մաքուր ատամի հյուսվածքը հանքայնացնել ֆտորով, օգտակար, առողջարար եւ ել ավելի գեղեցիկ տեսք ունենալու ճերմակ փայլ հաղորդելու համար, ինչը հետագայում իր հերթին եւս պայքարում է ատամնանստվածքի կուտակման դեմ։
Ահա թե ինչ հիանալի արդյունք եղավ Էվայի մոտ առանց քիմիական ջերմակեցման։ Շատ շնորհակալ եմ։ Հիմա շատ ավելի լայն կժպտամ, որտեղ բոլոր թերությունները վերացան։ Նախ շնորհակալություն կենտրոնին, բժշկական բժշկուհուն, որ խնամքով ինձ վերեց այս տեսքին։ Ու ուզում եմ հորդորեմ մեր երիտասարդ աղջիկներին եւ տղաներին եւ բոլոր մարդկանց, որ անպայման խնամեք ձեր ատամները եւ իմ նման այսպես կսկսեք անդադ ժպտալ, որովհետեւ ժպիտը գեղեցկացնում է մարդուն։ Բժշկի եզրահանգում կատարվեց Էվա Խաչատրյանի բերանի խոռոչի զննում, ախտորոշվեց 46-րդ ատամի գրանուլոմատոզ պերիոդոնտիտ, հայտնաբերվեց սկսվող կարիես, կային ատամների մեխանիկական վնասվածքներ։ Համաձայն ընդունված կարգին նախ կատարվեց մասնագիտական մաքրում եւ խնամք, նշանակվեցին այցեր մնացյալ խնդիրներից ձերբազատման նպատակով։ Ավարտին պետք է նշեմ, որ մարդու բերանի խոռոչի եւ ատամնաշարի առողջությունը գեղեցկությունը վկայում են նախ եւ առաջ մարդու ընդհանուր բնույթի քաջ առողջության, բարեկեցության եւ իհարկե ընդհանուր զարգացման մասին։ Այնպես որ այս ամենը հաշվի առեք հարգելիներս եւ ձգտեք, որպեսզի ձեր ատամնաշարը եւս լինի պարզապես հոլիվուդյան։ Հարգելիներս, իսկ ավարտին առաջարկում եմ դիտել հատվածներ մեր առաջիկա հանդիպումից։ Ուշադրություն։ Կարող է ձայնը մշտական խրպոտ բնույթ ստանալ։ Ահա եւ վերջ մեր հանդիպումը ավարտվեց։ Մեր կոնտակտները անփոփոխ են։ Մեզ կարող եք զանգահարել նախկինի պես 055 09 87 հեռախոսահամարով, գրել առողջություն շնիկ @tv.am էլեկտրոնային հասցեով, գտնել YouTube-ի եւ Facebook-ի առողջության էջերում։ Մեզ սովորականի պես եթերում կրկին սպասում եք յուրաքանչյուր կիրակի, երկուշաբթի եւ շաբաթ օրերին։ Ցտեսություն, պահպանեք ձեր առողջությունը։ Հայ ամերիկյան առողջության կենտրոն։